Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Աստուծո փառք եւ գոհություն, որ 2026 թվականն ալ տեսանք։ Սիրելիներ, Աստուծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգին խոնար զարայիս դված իմաստությամբ եւ Սուրբ Նարեկացի բարեխոսությամբ այս տարի եւս պիտի շարունակեմ ամեն չորեքշաբթի օր ցեզի հետ ընթերցել Մադյան ողբերգության աղոթագիրքը եւ թարգմանել ու բացատրել զայն։ Այսօր սիրելիներ պիտի սերդենք եւ ավարտենք Սուրբ Նարեկացի Մադյան ողբերգության աղոթագիրքի 49-րդ գլխու 3-րդ մասը։ Եկեք նախ լսենք Սուրբ Նարեկացիի սրդի խոսքը, սրդի խորերեն ուղված աղոթքը Աստուծո, որ խոսեցավ Տիրոջ հետ քրափար մեր ոսկերնիկով։ Որքան սիրելիներ օրհնված ենք մենք, որ Սուրբ Նարեկացիի լեզուն է, որ գիտենք, Սուրբ Նարեկացի լեզվով է, որ մենք ալ աղոթքը բարձրացնենք Աստուծո։ Սուրբ Նարեկացի այս աղոթագիրքը դարբեր լեզուներով թարգմանված է։ Եվ օդարներ մեծ հետաքրքրությամբ, մեծ երկյուղածությամբ գընթերցեն Սուրբ Նարեկացին, հաբա որքան ավելի մենք, որ Սուրբ Նարեկացիի զավակներն ենք, իր ասկագիցներն ենք։ Այո, սիրելիներ, հեշտ չէ Սուրբ Նարեկացի գարտալը, որովհետև անոր հարևանցի միան աչքերով գուզե գարտալ, անիգա փանչի ասկնար, անորամար Սուրբ Նարեկացին գսե սրդի խորերեն, ի խորոց սրդի։ Հետևաբար մենք ալ պետք է մեր սրդին խորը թափանցենք եւ սրդի խորերեն Աստծո հետ զրուցենք, խոսենք, աղոթենք։ Գընթերցեմ նախ քրափարը եւ ապա կթարգմանեմ ու կբացատրեմ։ Փան խե թո քիմ մաս ի խորոց սրդից խոսքն Աստուծո։ Արդ որբես ստեղծեր մինչ ոչ նիսկ էի եւ ցանուցար ինձ քոյացուցիչ եւ այժմ ըզ հոգի մախտողիս մարմնույս դաղավարավ հարթարյա անտրեն վերստին հանարադություն մաքուր սրբության նախնի լինելությանն զիփազմասցի արավել աջեցուն եղյալ հաջախ դվչություն անսահմանելի քույտ ըսկանչելիած նորոք ներկայիս քան զանցելոց հնոցն ըստվերականած եւ ընջարելույս ըստիվս մեղածս որքան մտածս թևս ընտանա զամբերելիսն հիշադագել արտարացայց հանունքո հզոր եւ իբատմելս ինցեն զանցին իմոփից եւ թու թողցես զամբարշտություն փազում մեղանած խոստովանելույս հզոր ծածկադես ամենապրգիչ զիմի զայրակուն լրությամբ ավետյացս թարցյալ նախնումն գարոդացայց երանելով սաղմոսիվն ըշնորհոգ փրգյալսն մգրդությանբն եւ փշովք մեղած հոգի խոցոթյալ ցերենկո մխեսի հիս արավելաբես այժմեն վերստին ձանրս առնելով ըսպերն բարտիացս կան ըսքախսություն բարգեվածդ այլ ազատյազիս օրտնապանյալ հոգվովդ սրբով աղաչեմս քեզ դեր ամենայնի հորինած մեղածն եւ մահու քավ լիցի թե անկցի ընդգարությամբ սահմանավ ճշմարտությանը ցակումն իբրև ըզգրույն օրինակ քանզի ուր կավություն է թակավորյալ վդարյալ են մեղք եւ ի խրախույս գենտանի բանիդ ոչ է հուսահատություն եւ ամբարձյալ գոյոցդ շնորհած հալածյալ են բարդիկն եւ մերց կոլով ծերինդ Աստուծո ոչ քո անհնարություն այլ ամենևին լուսավորություն փովանտակապես զորություն ամբարդելի կարողություն քո է փրկություն գենտանություն նորոգություն ողորմություն միանգամայն եւ քաղցրություն արքայություն անեղծություն եւ փառք հավիտյանս ամեն Սիրելիներ բզդիկ վերականգնը անելու համար որբեսի իդ կարողանանք այս գլխու փովանտագության մեջ մտնել տեսանք թե ինչպես Սուրբ Նարեկացին գսեր այս գլխու մեջ նախքին երկու մասերու մեջ որ ով ողորմած դեր թուն որ ստեղծիչ ես
քո ստեղծագործությունը հրաշալի է, բայց դեռ քո ստեղծագործությունը ավելի մեծ է գսե, երբ ինձի պես մեղավորիմը մեղքերը գներես, անիգա ստեղծագործությունն ավելի մեծ է, որովհետև սիրելներ, ինչպես ասի, մենք թադաբարդված էինք մահվան, հավիտենական մահվան, որովհետև մեղքին վարձատրությունը մահ է, բայց դերը հրաշալիք մռավ, եւ մենք անցնող օրերուն 8 օրերուն սիրելներ դեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը դոնեցինք։ Ինչու համար Քրիստոս ծնավ։ Աստուծո միածին որդին, որ հոգի էր երկնքի մեջ, հավիտենական ժամանակներեն առաջ։ Ինչու համար մարդկային բապմության մեջ մտավ, ժամանակին մեջ մտավ եւ ծնավ Սուրբ Գույս Մարիամեն, մարմնացավ, մարտացավ մեզի պես։ Ինչու։ Վասն մեր փրկության, մեր փրկության համար։ Եվ ահա նարեգացին գսե որ դեր ծովուն մեծությունները, խորքը, երգինքը, ռեշտակներու քու ստեղծագործությունն այս բոլոր զարդերը որ դու գդարեցիր, անոնց մի ավելի մեծ է, երբ զիս բրգեցիր։ Եվ դեսանք, թե ինչպես կսե որ ով ներող, ով ողորմած, ով կտած, երգարեց երկդ։ Հասիր ինձի, եւ ես քու ողորմությամբ պիտի բրգվիմ։ Ահա սիրելներ նույն այս խաղապարն է, այս ճշմարտություն է, որ Սուրբ Նարեգացին գշարունակե այս երրորդ մասի մեջ։ Կթարգմանեմ հատված առ հատված եւ կբացատրեմ։ Գսե Սուրբ Նարեգացին, արդ, ինչպես որ ստեղծեցիր զիս եւ դագավին չգայի եւ ջանցվեցար իբրև զիս կոյացնող, հիմայալ քեզի աղոթողիս հոգին մարմինիս դաղավարին հետ նորեն հարտարե մաքուր ու սուրբ անարադությամբ, որ առաջին ստեղծված վիճակի նման, որբեսի այս նոր ներգայի քու անսահման սկանչելիքներուդ բարգևները բազմանան եւ ավելի ուրջանան, քան ստվերական հիները անցյալի։ Սիրելներ, Աստված մարդը ոչինչ չեն ստեղծեց։ Այսօր մարդիկ կփորձեն ռոբոտանման մարդիկ ստեղծել կամ Աստուծո ստեղծագործության թեմ կգործեն սիրելներ, երբ մարդոց մեջ են փչիչները գարնեն գմիացնեն եւ ռոբոտներու մեջ կամ արհեստական քյուբիկներու մեջը, փուրերու մեջը, որ մորը որովայնի դակությունը գծեվացնե, գերձե, անոնց մեջը երեխաներ կստեղծեն։ Բայց սիրելներ, մարդը չի գրնար ոչինչեն ինչ մստեղծել։ Մարդը բարձաբես քյուտ գնե, մարդը բարձաբես Աստուծո ստեղծագործությունը գարնե եւ անոր մեջ են դարեր գարնե, հյուլեներ գարնե, փչիչներ գարնե, կովկովի գբերե եւ բամը կստեղծե։ Բայց մարդը չի գրնար ոչինչ են ստեղծել։ Միագը, որ ոչինչ են կստեղծե, Աստված է։ Ամենասուրբ երրորդն է։ Ուրիշ մեկը չկա։ Աստուծո մեզատ չկա մեկը, որ ոչինչ են կստեղծե։ Հետևաբար Աստված մարդը ոչինչ են ստեղծեց եւ ադորամար Աստված ջանցվեցա որպես քոյացուցիչ, քոյացնող, արարիչ, ստեղծիչ։ Իսկ մարդիկը սիրելներ ստեղծված են, արարված են։ Անորոմար մարդիկ չեն գրնար քոյացուցիչ ըլալ, քոյացնող ըլալ։ Իրենք քոյ են որովհետեւ իրենք գրնան քյուդարար ըլալ մարդիկ, բայց ոչ արարիչ, ոչ ստեղծիչ։ Բայց դժբախտաբար սիրելներ մարդը մեղանչելով իր հոգին աբագանեցավ։ Աբագանեց իր հոգին։ Եվ ոչ միայն իր հոգին, այլ հոգին հետ նաև մարմինը։ Մարմինը ի՞նչն է։ Մարմինը հոգին դաղավարն է, դաղավար կնշանակի վրան։ Հոգին այդ դաղավարին մարմնի մեջ կաբրի։ Երբ որ մարդու մեջ են հոգին ելե, այդ դաղավարը, այդ վրանը, այս մարմինը այդ խոսքով ինչ կլա, գմերնի։ Մահ բարը հայերենի մեջ մեն, այբ եւ հոյ է, երեք դարերը փակացած։ Ինչ կնշանակի մահ, կնշանակի մարմին առանց հոգի։ Այո, մարմին առանց հոգի։ Մարմինը առանց հոգի ինչ է։ Մերելություն է։ Անգենտան վիճակի մեջ է։ Հետևաբար մարմինը հոգին
վրանն է, դաղավարն է։ Adorama հիմա սուբ նարեգացին գսե որ դեր նորոքեզիս, նորոքե հոգիս։ Եվ հոգիս հետ նորոքե նաև այս մարմնի դաղավարս եւ զիս վերաթարցուր յետ առաջվան վիճակին մեջ այն վիճակի մեջ որ ատամ ուներ այն վիճակի մեջ որ մենք մգրդվելով նորոքվեցանք այդ նորոքության վիճակին մեջ առաջնորդ է կսեթուն որ ոչինչ չեն ստեղծեցիր զիս եւ ես դակավին չգայի կոյություն չունեի եւ ադոր համարալ թունգոչեցար կոյացնողս արարիչս ստեղծիչս հիմա մեղքերուս պատճառով հոգիս աբականեցավ ուստի հիմա գրգին աղոթողիս աղոթավորիս հոգին հարթարե զարթարե մակրակորձե նորոքե անոր դաղավար եղող մարմնիս հետ միասին այն մաքուր ու սուրբ անարադությամբ որ հոգիս ուներ եւ դեր նորը ստեղծված էր ահա այդ նորոքությամբ զիս վերստին նորոք է որբեսի բազմաբատկվին նոր ներգային մեջ հիմա որ նոր ներգան է ինչպես որ հիմա նոր դարին է նույնը խնդրենք մենք դիրոջ մեջ որբեսի բազմաբատկվին նոր ներգայի մեջ ու դառնան ավելի աջեցուն ավելի աջեցուն կրապարով աջեցուն կնշանակի ավելի հուրթի ավելի փառքավաճ թե մեր մարմինը եւ թե մեր հոգին քու անսահմանելի ըսկանչիլիկներուտ բարգևները շնորհքները կան ըստվերական հիները առաջին քանի որ հին օրենքին մեջ ավելի հանցանքներ գտադաբարդվեին եւ թողությունը նվազեր ահ ընտրենք սիրներ դիրոճմե որ դեր հիմա որթուն եկար աշխար նորոքելու համար մարդիկը նորոքիա եւ զիսալ նորոք է նորոք զարտարե վերստին զարտարե իմ հոգիս հոգիս հետ նաեւ մարմինս շնորհքներովդ բարգևներովդ որովհետեւ անցյալին օրենքը չեր բրգեր անցյալին օրենքը մեղքերը ցույց կուտար թողություն չեր դար բայց թուն նորոքություն բերիր թուն հոգի բրգություն բերիր անով հա դեր թիմացդ կուկամ գաղերսեմ նորոքեզիս այս տողլա սիրելներ մեր դարվա այս սկիզբի աղոտքը հաջորդ տողերը եւ երբ մեղքերուս տիվին մասին գխոսիմ որքան որ զորեն մտքիս թևերը հիշադակելով անդանելիները միայն քու անունովը թող արտարանամ ով հզոր սիրելիներ մենք մեր փոլոր կորձած մեղքեր գիշենք մանգութենեն մինչև մեծ դարիքը դժբախտը փարչեն գիշեր ընդհանրապես որ մեղքեր գիշենք մեծ մեղքերը անդանելի մեղքերը այստեղ սուրբ նարեգացին սիրելներ գսե բազմաբիսի մեղքերը այսինքն անոնք որոնք այլևս անշալգելի են անդանելի են մեծ են եւ ահա այդ անհանդուրժելի այդ անդանելի մեղքերուն համար նարեգացին գսե որ երբ գմտածեմ եւ երբ ջարեմ գխոսիմ իմ մեղքերուս մասին հիշելով միայն անդանելիները սիրելներ դագանության մեջ սուտ նարեգացին գարտանք այնքան մեղքեր գիշենք որոնք մորցած ենք որոնց նույնիսկ ուշադրություն չենք դարձուցած որ մեղք են անորոմար միշտ վարժված ենք եւ որ մեկը մեզ փամսե գսենք ինչու մեղք գործերեմ ինչու ինչ մեղք գործեցի մարդը սպանեցի գարձեք որ միայն մարդը սպանելն է մեղքը առանց անդրադառնալու որ լեզվով մենք ամեն օր մարդ կսպանենք փամփասողները զրբարտողները ամեն օր դուն կքանթեն որ ադիգա ավելի մեծ մեղք է կամ մարդասպանությունը կամ չսեմ ավելի մեծ համահավասար մեղք է ահա սիրելիներ սուբ նարեգացին գսե որ դեր երբ գջարեմ գխոսիմ եւ գհաշվեմ իմ մեղքերս եւ միայն մեծամեծները բազմաբիսի մեղքերս է որ քուտիմացդ գբերեմ ամպերելիները ամպերելի մեղքերս այդպես կսեն նարեգացին քրապարին մեջ ամպերելի մեղս
Այսինքն այլևս չշալգվելիք մեղքերս, այդ ժամանակ դեր քեզ մեկ բան կխնդրեմ, քու անունովդ թող արդարանամ։ Քու անունովդ դեր։ Առանց դիրոջ անունին, առանց Քրիստոսի հավատալու ովևէ մարդ չարտարանար իր մեղքերեն։ Այս մասին սիրելներ մենք կգարտանք Գործ Կարաքելոց գրքի 10-րդ գլխու մեջ 38 եւ 39 համարներու մեջ Պողոս առաքյալ սիրելիներ հետևյալը գսե Եբրայեցի ժողովրդին Իմացեք եղբայրներ Հիսուսի միջոցով մեղքերու թողություն կկարոզվի ցեզի ով որ անոր կհավատա գարտարանա իր բոլոր մեղքերեն որոնց մեջ չգրցակ արդարանալ Մովսեսի օրենքին միջոցով Հрьяաները կգարձեին որ Մովսեսի օրենքը կործատրելով պիտի արդարանային ոչ հին օրենքը արտարացում չի բերել ինչպես քիչ առաջոսի հին օրենքը ավելի թադաբարդություն կբերեր Քրիստոսով է որ մարդ Քրիստոսի հավատալով է որ մարդ գարտարանա իր բոլոր մեղքերեն գմակրվի ինչու որովհետև Քրիստոս մարդոց մեղքերը իր վրա առավ քավել կնշանակի ինքզինք զոհեց եւ թողություն տվավ մեր մեղքերուն այսօր սիրելներ ովևէ մեկին չի գրնար քավել մեր մեղքերը չի գրնար գրոնավորը որ իշխանություն ունի ներելու մեղքերը սուպերօտության անունով ինք անգամ չի գրնար քավել որովհետև կնշանակի զոհ կբանչի քավությունը եւ Հիսուս ինքը միակ զոհն է գրոնավորները գրնան Հիսուսի անունով սուպերօտության անունով ներել մեղքերը իրենց դրված կահանայական իշխանությամբ բայց քավելը միայն դերը գրնա Հիսուս Քրիստոս որովհետև ինք մեր մեղքերը քավեց այսին ինքզինք զոհեց մեր մեղքերուն համար մեր մեղքերու բարդամուրագի իր վրա առավ խաչին վրա ինքզինք զոհեց ընձայեց եւ մեզ մեղքի տադաբարդութենեն ազատեց քնեց մեզ իր արյունով վճարեց ու մեզ քնեց մեղքի տադաբարդութենեն ըստրգութենեն Դիդոսի նամակի մեջ ալ Պողոս առաքյալ գսե երկրորդ գլխու 14 համարի մեջ որովհետև Քրիստոս իր անձը տվավ մեզի համար տեսեք իր անձը տվավ ինչպես որ Հովանու 3-րդ գլխու 16-րդ համարի մեջ գսե Աստված այնքան սիրեց աշխարհայսի մեզ մինչև իսկ իր միածին որդին տվավ Հիսուս Քրիստոս ալ սիրելներ իր անձը մեզի համար տվավ որբեսի մեզ ազատե մեր բոլոր անօրենություններեն եւ մեզ մաքրելով իր սեփական ժողովուրդը դարձնե բարի կորձերու նախանցախնդիր դերը սիրելներ մեզ բրգեց որբեսի մենք ոչ թե նույն մեղքերուն դառնանք այլ որբեսի բարի կորձերու նախանցախնդիրը լանք մաքրվինք մեղքերեն ահա այս է որ Սուրբ Նարեգացին գսե դեր քո անունովդ թող արդարանամ հաջորդ տողերը կթարգմանեմ եւ երբ ինքնագամորեն գբատմեմ անցիս փիձը լեքեն բղծությունը գերդը թունալ ինձի խոստովանողիս բազմաթիվ մեղքերու ամբարշտությունը ները ով հզոր ծածկադես ամենափրկիչ որբեսի չլա թե ավեդումներու այս բազմափեղուն արադության մեջ հինին գարոտ մնամ դարձյալ Սաղմոսին խոսքով երանի դալով մգրտության շնորհքով փրկվածներուն Սիրելիներ ինչպես մարդ կկարողանա արտարանալ ու փրկվել ինչպես կրնա մարդ մեղքերը մաքրել իր անձերով իր անձով իր կորձերով կրնանել բացարձակ այլ միայն Հիսուս Քրիստոսով միայն ես սիրելիներ չի փաբեր Հիսուս Քրիստոսի միայն հավատալ որովհետև միշտ հիշեցեք որ թևերն ալ չարվոքիներն ալ գավադան Քրիստոսի բայց չեն արտարանար ինչու որովհետև շատ կարևոր բան կա սիրելիներ հավատալու գողքին եւ անոր զուգահեռ շատ կարևոր բան կա որ նարեգացին այստեղ գսե տեսեք գսե եւ երբ ինքնագամորեն գբատմեմ անցիս պիձը թունալ ինձի խոստովանողիս բազմաթիվ մեղքերու ամբարշտությունները ուրեմն սիրելիներ հավատալու գողքին պետք է խոստովանենք մեր մեղքերը ճշմարտաբես զղջանք անդրադառնանք մեր մեղքերը զղջանք
զղջում ապրինք, խոստովանինք մեր մեղքերը, մեղայի կանք մեր գուրծ կծեցենք եւ ասենք մեղա դեր մեղա մեղ կործեցի եւ ոչ թե շրտներով սիրելներ, որ եկեղեցվո մեջը մեղքերը կգարտացվին, տբիրը գսե մեղա Աստուծո, ժողովուրդը կգրտե մեղա Աստուծո, աչքեր ուրիշ տեղ է, միտքը ուրիշ տեղ է, ոչ, այլ անարագին նման, անարագ որդի նման դիրոջ դիմաց գալով, մաքսավորի նման գուրծ կծեցելով եւ ասելով որ մեղ կործեցի դեր, մեղա Աստուծո, այդ մեղան սիրելիներ, մեր սրդեն պետք է բոգվի, մեր սրդեն դուրս պետք է գա, եւ ամբողջ հոգիով, սրդով, էյությամբ, արցունքով ասենք մեղ կործեցի դեր, ներեին մեղքերս, ահա այդ ժամանակ է սիրելիներ խոստովանությամբ, զղջումով, ճշմարիտ ապաշխարությամբ է որ մենք դիրոջ ներումին գարժանանանք։ Այս իմաստով սիրելիներ 32-րդ եւ նարեկացին այստեղ գսե որբեսի չլա թե ավեդումներու այս բազմապեղուն արադության մեջ հինին գարոտ մնամ դարձյալ Սամոսին խոսքով երանի դալով մգրդության շնորհքով բրգվածներուն սիրելներ Սամոսի մեջ Դավիթ մարգարեն շատ կարևոր խոսք մը գսե ասոր համար Աստվածաբաշտ ամեն մարդ աղոթքով պիտի թիմե քեզի ամեն անգամ որ անդրադառնա թե մեղքի մեջ կգտնվի եւ վիշտերը նույնիսկ եթե հեղեղի պես զինք ողողեն բնավ պիտի չգարենան մոդենալ իրեն դեսեք սիրելիներ ամեն անգամ որ անդրադառնա աղոթքով պիտի թիմե քեզի ինչ կնշանա աղոթքով խոստովանությամբ առաջին Հովանու նամակին մեջ Հովանես Արաքյալալ գսե 9-րդ համարի մեջ Եթե խոստովանենք մեր մեղքերը վստահ եղեք թե Աստված որ արդար է պիտի ներե մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբե մեր բոլոր անիրավություններն այո սիրելներ դերը պիտի սրբե մեզ մեր բոլոր անիրավություններն եւ Աստված հզոր է ամենահզորն է հետեւաբար գրնաս սիրելիներ մեր կործած բոլոր մեղքերեն արդարացնել մեզ քան ադորամար նարեկացին գսե ով ամենազոր Աստված նաև սիրելներ ծածկադես է նարեկացին այստեղ գոչեզինք ծածկադես Եբրայեցիներու նամակի 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ գսվի որ Աստված եւ գսե որ չգա արարածը որ Աստուծո դեսողութենեն վրիբի անիգա բարձ ու հստակ կտեսնե ամեն ինչ իրենց ամբողջ մերգությամբ եւ անոր է որ հաշիվի դիտանք եւ նաեւ նարեկացին այստեղ Աստված կգոչե ամենափրկիչ կնշանակե սիրելներ ան որ գրնա ամենքը սպրգել ամենուս արտարացնել որովհետև Քրիստոս սիրելիներ ինքզինք տալով արտարացուց մարդիկը անոնք որոնք գավադան իրեն անոնք որոնք խոստովանին իրենց մեղքը նույնիսկ եթե մարդ ծանր մեղքեր կործած է ամենե ծանր հանցանքորձ անգամ երբ դիրոջ դիմաց կա ճշմարիտ զղջումով իր մեղքերը պիտի ներվին նույնիսկ եթե մեղքի հետևանքը այս երկրի վրա գրե բայց անոր հոգին պիտի փրկվի ահա այս է որ կխնդրի այստեղ Սուրբ Նարեկացին դիրոջ մե մանրամվանդ երբ գսե ինքնագամորեն գբատմեմ իմ հոգիս մեղքիս փիձը հոգիս վրա մեղքին փերած փիձը լեքեն այդ հետքը ինքնագամորեն այսինքն ուզելով ոչ թե բարդատրված այլ ուզելով գսե այստեղ ուրեմն սիրելներ նարեկացին որ ինքնագամորեն գբատմեմ քեզի եւ այս մեկը սիրելի քույրեր եղբայրներ իսկապես որ օրհնություն է
որ մենք ալ դիրոջ թիմած բերենք նարեգացին գսե որբեսի չլա թե ավեդումներու այս բազմապեղուն արադության մեջ երբ նոր շնորհներու ժամանակաշրջանը բացված է Տեր Հիսուս Քրիստոսով այս անգամ գարոդ մնամ դարձյալ եւ Երանի դամ մգրդության շնորհքով փրկվածներուն ինչպես Սամոսի մեջ Դավիթ թագավոր Երանի դվավ անոր որուն հանցանքները թողություն կդան որուն մեղքերը ներվեցան 32-րդ Սամոսի առաջին համարի մեջ արտարև սիրելներ Քրիստոսի մեզի մեղավորներուս շնորհած մեղքերու թողությունը մեծ ավետիս է բարի լուր է անորամար Քրիստոսի սիրելներ ավետարանը կգոչվի փրկության ավետարան ինչ կնշանակի ավետարան ավետարան կնշանակի ավետիս բարի լուր ամոր Քրիստոսի գավադա ամոր սիրելներ գզղճա ճշմարտաբես եւ մեղքերը կխոստովանի ապա սիրելներ բիդի բժշկվի իր բոլոր մեղքերեն եթե Քրիստոս եկած չլար մենք մեր նախկին դժվարության մեջ մնացած բիդի լայինք այդ ժամանակ սիրելներ մգրդությամբ սրբված բիդի չլայինք այդ ժամանակ արտարացած բիդի չլայինք եւ այդ պիսով բիդի մեռնեինք հավիտենապես մեր մեղքերու մեջ հաջորդ դողերը կտարկմանեմ եւ չլա որ մեղքերու փուշերով խոցոդվի հոգիս ցերկդ վերստին մխվելով արավել ուժքին բարտկերու սպերը ավելի ծանրացնելով քան բարկևներուտ քաղցրությունը սիրելներ այստեղ շատ սկանչելի գերբով սուրբ նարեկացին մեզի ճշմարտությունը կփոխանցե մեղքերը խայթոցներու նման են որոնք սիրելիներ մարդու հոգին կխոցոդեն ինչպես որ օծը երբ խայթե գարիջը երբ խայթե կխոցոդեն մեր մարմինը այդպես ալ մեղքը հոգին կխոցոդե կխայթե իր խայթոցներով իսկ երբ մեղքերը շատնան եւ մենք սիրելներ անդարբեր գտնվենք անոնց նկատմամբ չխոստովանենք չաշխարենք չզղջանք ապա մեղքերու շատացման պատճառով Աստուծո փարգությունը մեր վրա գծանրանա Աստուծո ցերքը մեր վրա գծանրանա եւ այդ ժամանակ ավելի կխոցոդվենք հոբ նահաբետ սիրելիներ իր բարեկամներուն եւ որոնք եկան զինք մխիթարելու իր ցավի մեջ եւ սկսան ծանր գերբով խոսիլ դարձավ հոպը անոնց սավ պիտի գարտամ ցեզի 19-րդ գլխու 21-րդ համարը հոպի ով իմ բարեկամներս թուք ողորմեցեք ինձի քանզի Աստուծո ցերքը ինձի տբավ ինչ կնշանակի Աստուծո ցերքը ինձի տբավ կնշանակի Աստուծո փարգությունը վրաս թափեցավ ահա այսպես սուբնարեգացին սիրելներ այստեղը գսե դեր չլա թե մեղքերու փուշերով խոցոդվի հոգիս եւ ցերքդ ավելի ուժգին մխես մեջս այսինքն հարվածես բաջեսիս Դավիթ թագավորն ալ սիրելներ 38-րդ Սաղմոսի մեջ նույնանման խոսքս է բոլոր սուրբերը բոլոր անդրադարձողները սիրելներ իրականության մեջ մեղավորները որոնք գանտրադառնան իրենց հետ բադածին այդ ժամանակ է որ գզղճան եւ Աստուծո աղոթելով հետեւյալը գսեն ցեզի պիտի ընթերցեմ 38-րդ Սաղմոսի առաջին 3 համարները գսե Դավիթ մարգարեն դեր զայրույթիդ մեջ մի հանդիմաներզիս փարգությանդ մեջ մի բաջերզիս արդեն նեդերդ մարնիս մեջ մխվեցան հարվածներդ ծանրացան իմ վրաս տեսեք տարեկացին այս բոլոր Դավիթի բարերենը որ գարդե գներ շնչվի եւ ինքն ալ նույն բաներ գսե սաստիկ փարգությանդ իբրև հետևանք մարնիս վրա առողջ դեղ չէ մնացած մեղքիս իբրև հետևանք հանգստություն չգա մարնիս մեջ ուրիշ Սամոսի մեջ 32-րդ Սամոսի 3 եւ 4 համարներու մեջ Դավիթ մարգարեն այս անգամ նույնանման ցևով խոսելով հետեւյալը գսե որքան ադեմ որ մեղքս չխոստովանեցա ոսկորներս մաշեցան օրնիփուն աղաղագել են քիշեր ցերեկ հարվածներ դեղացուցիր իմ վրաս դեր եւ իմ ուժս խամրեցավ ամրան դակեն չորցած խոդիբես ինչպես
ամարվան դակին խոդը գթորմի գխամրի այդպես ալ գսե մինչև այնադեմ որ մեղքերս չխոստովանեցա ոսկորներս մաշեցան տեսեք սիրներ որքան կարևոր է հետևաբար խոստովանել մեղքերը որքան կարևոր է լավ իմանանք սիրելի ասկագիցներ որ եթե ճշմարիտ դարձ չունենանք չհրաժարինք մեր մեղքերեն չխոստովանենք զանոնք սրտանց չզղջանք ու չաշխարենք ապա աստուծո ցերկը պիտի ծանրանա մեր վրա աստուծո փարգությունը պիտի ծանրանա մեր վրա եւ այդ ժամանակ մեր բարքերու փերը ավելի ծանրացած պիտի սկանք մեր վրա քան աստուծո բարքեված քաղցրությունը այո սիրելիներ անոր համար ասի շատ կարևոր է հույժ կարևոր է զղջումը խոստովանանքը ապաշխարությունը հաջորդ դողի մեջ նարեկացին գսե բայց թուն ազադեզիս օրտապանված սուրբ հոգիովդ գաղաչեմ քեզի ով ամենուն դերը մեղքի եւ մահվան օրենքեն ինչպես ասի սիրելներ Բոսարակյալի խոսքը Հռոմայացիս 6:23 որ մեղքին վարձքը մահե մինչդեռ Աստված իր բարգեված մեծակույն շնորհքով այսին իր որդիով հավիտենական կյանք կուտամեզի մեղքը մարդս իրեն գենթարգե մինչդեռ Քրիստոս կալով սիրելներ մեզ ազատեց մեղքի կերութենեն եւ Բոսարակյալ Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 2-րդ համարի մեջ հետեւյալը գսե որովհետեւ հոգին օրենքը զիս Քրիստոս Հիսուսի միացնելով գենթանացուց եւ ազատեց մեղքի եւ մահվան ենթակայութենեն ահա սիրելներ Տեր Հիսուսով հոգի օրենքին բերած ազատությունն է որ գխնդրե սուտ նարեկացին այստեղ հայր աստուծո մեսելով բայց թուն դեր ազատեզիս օրտապանված սուրբ հոգիովդ մեղքի եւ մահվան օրենքեն գաղաչեմ քեզի ով ամենուն դերը եւ հաջորդ հատվածի մեջ հետեւյալը գսե Քավլիցի որ ճշմարտությանդ ցակումը դգարանա ճշմարտության լույսը դգարանա ինչպես օրենքին քիրը որտեւ ուր որ քավությունը գտակավորե մեղքերը գվդարվին գենտանի խոսքիդ խրախույսովը հուսահատություն չի մնար շնորհներուց զորանալովը հանցանքները գհալածվին աստուծույց ցերկին մոդիգանալովը չգա անհնարություն այլ բոլորովին լուսավորություն փովանտագաբես զորություն ամբարդելի կարողություն Սիրելներ աստուծո օրենքը որ Բոսարակյալ Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 2-րդ համարի մեջ որ գարտացի զայն գոչե հոգի օրենք գդարբերի հին օրենքեն կամ մովսիսական օրենքեն որտեղ մովսիսական օրենքը սիրելներ չեր գդար մարդը սպրգել ընդհանրակով մովսիսական օրենքը մարդուս մեղքը մեջտեղ հանելով զինքը դադարդեր մինչդեռ Քրիստոսով սիրելներ հոգի օրենքը մեզ փրկեց մեղքի կերութենեն եւ տեսեք նույն դեղը Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 3 եւ 4 համարներու մեջ Բոսարակյալը հետեւյալը գսե գշարունակե արտարև ինչ որ օրենքը հին օրենքը չեր գրնար անել մարդկային բնության դգարը լալուն պատճառով Աստված իրակորձեց աշխարհ ղրգելով իր որդին որ մեղքը հաղթահարելու համար մեր մեղանչական բնությունը իր վրա արավ որբեսի հաղթեր մեղքին Հիսուս մեր մեղանչական այս բնությունը մարդկային մեր բնությունը իր վրա արավ եւ իր մարմնին մեջ դադարեցեց մեղքը որբեսի մենք որ հոգեվորաբես գաբրինք եւ ոչ մարմնավորաբես գարենանք լրիվ կործատրել օրենքին բոլոր բանջները ահա ուր որ նարեկացին գսե Քրիստոսի քավությունը գտակավոր է ուր որ Քրիստոսի քավությունը գա թողությունը գա այնտեղեն մեղքերը կվդարվին
Դիրոջ գենտանի խոսքին խրախույսովը խրախուսել կնշանակի քաչալերել ուրեմն երբ որ դիրոջ խոսքով մենք խրախուսվենք կքաչալերվենք հուսահատությունը կանհետանա Քրիստոսի շնորհներուն հայտնումովը հանցանքները կհալածվին այլևս բարդ չի մնար այլևս մեղք չի մնա որովհետև Քրիստոսով այդ բոլոր բարդքերը բոլոր անցանքները ներվեցան եւ երբ Աստուծո ցերկը մոդենա այլևս անհնարին բան չի մնար այլ գադարյալ լուսավորություն ամբողջական զորություն եւ ամբարդելի կարողություն ինչու ամբարդելի կարողություն որովհետեւ չկա բամը որ Աստված չկարողանա անել չկա բամը չկա մեղքը որ դերը չկարողանա ներել չկա բացի ան որ մինչև վերջ գշարունակե Սուրբ ոգին հայել այսինքն գուրանազ Աստված գուրանա Հիսուս Քրիստոսը գշարունակե սիրելներ Սուրբ ոգին թեմ մեղանչել Աստվածային բոլոր սրբությունները շնորհները սատանային վերակրելով իրանցին վերակրելով անոր բրգություն չկա այլապես սիրելներ երբ որ մարդ զղջա իր մեղքերը այդ ժամանակ բրգություն կա անոր եւ ահավասիկ այս ամբողջ գլուխը այս հատվածը եւ գլուխը Սուրբ Նարեգացին գավարդե միշտ ասած եմ սեզի թրագան հոգիով որովհետեւ Նարեգացին թեև գսկսին գլուխը գարտալ եւ գտեսնենք որքան ծանր է հոգին զղջումով արցունքով բայց միշտ փարապանությամբ գավարդե գսե քուգթե բրգությունը գենտանությունը նորոգությունը ողորմությունը միաժամանակ քաղցրությունը արքայությունը անեղծությունը եւ փառքը հավիդյանս ամեն այո սիրելներ դիրոջ գբատկանի բրգությունը դերն է որ գբրգե դերն է որ գվերագենտանացնե դերն է որ գնորոքե դերն է որ գողորմի դերն է որ սիրելներ մեղավորներուն այդ քաղցությամբ գվարվի հետևաբար միաժամանակ իրեն գբատկանին արքայությունը սրբությունը եւ փառքը հավիդյանս հավիդենից ամեն Սիրելի քույրեր եղբայրներ միշտ կարդացեք Սուրբ Նարեգացի այս աղոթները եւ Սուրբ Նարեգացիին բարերով անդրադարձեք ձեր մեղքերուն զղջացեք սրդի խորերեն եւ դիմեցեք Տիրոջ եւ հավատացեք որ պիտի բժշկվիք հոգեվորապես եւ ներում պիտի ստանաք ամենօղոր Տիրոջմեն Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին